ենք, որ ինքը խոսի այդ տեղեկությունների մասին, որոնք մեզ հաղորդել են։ Ես չեմ կարող ոչինչ բացառել, թե ինքը ինչ նպատակ է ունեցել նման տեղեկությունները մեզ փոխանցելու համար։ Պարոն Օրուքյան, բացի վարչապետի պահպանած այդ վարկածից, այլ վարկած կա գործի մեջ եւ կարող է լինել, կարող է քննվել, թե միայն այդ շրջանակում է գործի քննությունը, դատաքննությունը ընթանում։ Դատաքննությունը ընթանում է բացառապես այդ առաջադրված մեղադրանքի շրջանակներում, իհարկե մենք յուրաքանչյուր վկայի հարցաքննության ընթացքում հարցերը շարադրում ենք ըստ այդ վկայի առնչության կամ այդ վկայի կողմից տրված ցուցմունքների բովանդակության, բնականաբար առաջադրված մեղադրանքի շրջանակներում է իրականացվում քննությունը։ Դուք հիշեք, որ անընդհատ այս գործի շրջանակներում մշտապես աղերսվել է դիվերսիայի վարկածը, շոշափվել է եւ մենք այդ ուղղությամբ ենք որոշակի աշխատանք կատարել։ Ես նույնիսկ անցած տարի այսօրը ձեզ տեղեկացեցի, որ ես նույնիսկ հատուկ գրություն էի ուղարկել ազգային անվտանգության ծառայության տնօրենին, խնդրելով տեղեկացնել, թե արդյոք կատարել են համապատասխան ուսումնասիրություններ բարձելու համար, թե արդյոք Եղիշե Հակոբյանը կարող էր ուրեմն այլ երկրների հատուկ ծառայությունների ազդեցության տիրույթում հայտնվել, թե ոչ, այսինքն մեր կողմից, եւ իդեպ սա ուզում հստակ ընդգծեք, ծնողներն այստեղ ներկա են, սիրելի բարեկամներ, այս գործով եւ իմ խիղճը եւ ծնողների խիղճը այնքանով մենք առանցին ենք խոսել, էլի, ասել եմ, այս գործը բացառիկ են առումով, որ տուժողները, ծնողները, իր սեփական երեխային կորցրած ծնողը արել է անհնարը, ինչ մեր հնարավորություններից կախված է եղել ժողովուրդ։ Չի եղել մի բան, որ մենք կարող էինք անել ու չենք արել։ Այստեղ մի բան ասեմ, ես իհարկե ծնողներից շատերի հետ կիսվել եմ ես, մենք մի բան չենք արել դեռևս։ Դա շատ նուրբ հարց է, արտաշինման հետ կապված խնդիր է։ Դա ասենք հետ մենք ամենասկզբից ենք քննարկել այդ հարցը, բայց մենք այդ մենակ այդ բանը չենք արել։ Այս գործի շրջանակում չի եղել մի միջնորդություն, մի տեղեկություն, մի հարց, որը մենք չենք սևեռել վարույթ իրականացնող մարմնի ուշադրությանը։ Ծնողները իրենք բոլոր ուժերով այս 3 տարիների ընթացքում, այսպես ասեմ, արել են անհնարին, արել են, չգիտեմ, անհնար ու հնարավոր բոլոր քայլերը։ Եվ ես այդ առումով եմ ասում, որ իրանց խիղճը այդ առումով հանգիստ է, որ իրանք ամեն անգամ իրենց զավակների ուրեմն շիրիմին այցելելիս իրանք այդ առումով իրանց խիղճը մաքուր է, որ արել են անհնարը այս մարդիկ։ Հենց դրա համար է իրենց վրթովմունքը, որ իր պետության փոխարեն, իրավապահ մարմինների փոխարեն ինչու պետք է զոհված զինծառայողի ծնողը այդքան իր ուրեմն հոգեվիճակի հետ մեկտեղ նման ուրեմն ծանրության մեջ մտնի։ Եթե դուք ասացիք խնդիր, խնդիր քննությունը նարը ծածկադմփոց, կարելի է ակնկալել, որ դատաքննությունը տեսնում ենք ինչ ընթացքով է լինում, ակնկալել տեսեք, նախ այդ 5 մեղադրյալների մասով ասեմ, որպեսզի հետագայում էլ ժողովրդի համար, այսպես ասած, շոկային չլինի։ Եղիշե Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, որ եթե ինքը մեղավոր ճանաչվի եւ ազատազրկման դատապարտվի, առավելագույն պատիժը 8 տարի է։ Խնդրում սա նկատի ունեցեք։ Իսկ մնացած 4 մեղադրյալների համար նախատեսվող պատիժը ավելի խիստ է, քան Եղիշեինն է։ Նրանց համար նախատեսվող պատիժը առավելագույնը 10 տարին է, Եղիշեինը 8 տարի է, որովհետեւ կապված քրեական օրենքով արգելված ենթադրաբար կատարված արարքները հաշվի առնելով։ Հիմա վաղը մյուս օրը եթե դատարանը մեղավոր ճանաչի նշված անձանց ու ենթարկի ազատազրկման, խնդրում եմ ի սկզբանե իմացեք, Եղիշեն կարող է այս քրեական վարույթի շրջանակներում, այս մեղադրանքի շրջանակներում մեղավոր ճանաչվելու դեպքում ազատազրկման դատապարտվել առավելագույնը 8 տարի ժամկետով, իսկ մնացած 4 զինծառայողները, մեղադրյալները առավելագույնը 10 տարի ժամկետով։ Եթե այս քրեական վարույթի ընթացքում չբացահայտվի այլ իրողություն եւ այդ իրողության պայմաններում այլ քրեաիրավական ներգործության միջոցներ ի հայտ չգան։ Սա ի սկզբանե խնդրում նկատի ունեցեք։
Խնդրեմ։ Պարոն Նորեկյան, մի վերջին ներողություն հարցել տամ, իսկ դուք որոնակ փակագծեր չեք բացում թեկուզ Եղիշեի հետ հանդիպումից, եթե Եղիշյան այդպես էլ չխոսի, դուք արդյոք ունեք տեղեկություններ, որը, չգիտեմ,